Ողջույն, երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այց կատարեց Թուրքիա, մի շարք համաձայնություններ ձեռք բերեցին այցի ընթացքում, այսօր իմ գործընկերներ Թաթուլ Հակոբյանի և Ալին Օզինյանի հետ խոսելու եմ այդ այցի մասին։ Թաթուլ, Պուտինի այցի ամենակարևոր երկու ձեռքբերումները Թուրքիայի համար թերևս այն էր, որ Ռուսաստանը հրաժարվեց հարավային հոսք գազատարից փոխարենը պետք է գազատար կառուցի Թուրքիայի հետ, Թուրքիան դառնում է, այսինքն Ռուսաստանի երկրորդ խոշոր գազ ներկրող երկիրը, եւ Ռուսաստանը նաեւ իջեցնում է գազի գինը Թուրքիայի համար 6%-ով։ Այսօր նոր կարդացի, որ Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ այդ 6% անգամ վերջնական չէ, հնարավոր է Ռուսաստանը ավելի իջեցնի գինը։ Շատ հետաքրքիր են այս երկու երկրների հարաբերությունները։ Մի կողմից Պուտինի այցի նախօրեին ՆԱՏՕ-ն կոչ արեց Թուրքիային միանալ արևմուտքի պատժամիջոցներին ընդդեմ Ռուսաստանի, մյուս կողմից Թուրքիան սերտ համագործակցում է Ռուսաստանի հետ, նրանց շահերը չեն համընկնում Սիրիայում եւ այլն, բայց այս երկու երկրները կարծես հետաքրքիր պատմական օրինաչափությամբ միշտ այսպես անտագոնիզմի եւ համագործակցության միջև ինչ-որ տիրույթում են, ինչպես դու դա կբացատրես եւ պատմականորեն նաեւ օրինակներ բերելով։ Ճիշտ ես նկատում, այո, Պուտինը այցելում է Թուրքիա մի ժամանակահատվածում, երբ որ ամբողջ աշխարհը, արևմտյան աշխարհը նկատի ունեմ, դուրս է եկել Պուտինի դեմ, ռուսական տնտեսությունը բավականին լուրջ հարվածներ է ստանում, դրա ռուսական արժույթը, ռուսական դրամը, ռուբլին արժեզրկվում է եւ Թուրքիայի կեցվածքը ավելի շատ ես պայմանավորում եմ դա Էրդողանի կեցվածքով եւ Էրդողանը, նախագահ Էրդողանը նաեւ իր վարչապետության նախին 10-12 տարիներին ապացուցել է, որ ինքը խաղացող է եւ ոչ թե խաղի ինչ-որ մասնակից, ինչ-որ դետալ, հասկանում եք, եւ հիմա առավել եւս, երբ որ նախագահի պաշտոնն է զբաղեցնում, պատմականորեն այո, վերջին, եթե մենք նայենք վերջին Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր 20-ական թվականներից մինչև 36 թվականի մինչև Մոնտրոյի այդ հայտնի պայմանագիրը, ռուս-թուրքական հարաբերությունները եղբայրական էին ուղղակի, այդ ժամանակ էր նաև որ Ռուսաստանի դեսպանը Անկարայում Հայազգի Լևոն Ղարախանն էր, հետո այդ հարաբերությունները բարդացան, վերածվեցին թշնամանքի եւ եկավ մի պահ, որ սառը պատերազմի հարավային թևը անցնում էր հայ-թուրքական եւ վրաց-թուրքական այսօրվա սահմաններով, 60-70-ական թվականներին հալ սկսվեց եւ դրանից հետո բավականին բարելավվեց եւ հիմա մենք կարող ենք ասել, որ ռուս-թուրքական հարաբերությունները իրավամբ ռազմավարական մակարդակի վրա են, այլապես չէր լինի Ռուսաստանի նախագահի պետական այցը Թուրքիա եւ նման պայմանագրերի կնքումը։ Դու նշեցիր Կարեն գազի հետ կապված, ես նշեմ միայն ապրանքաշրջանառությունը, այս երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2013 թվականին կազմել է $32 միլիարդ, ընդ որում միայն 7 միլիարդն է, որ արտահանում է Թուրքիան եւ մնացածը Ռուսաստանն է։ Հիմնականում այո, էներգակիրների իհարկե հասկանալի, բայց այնուամենայնիվ եւ ավելին ասեմ, երկու նախագահները առաջիկա 10 տարիներին մտածում են եւ հայտարարում են, որ մինչեւ $100 միլիարդ կհասնի։ Այս հարաբերությունները կապ չունեն շատ դեպքերում, թե ինչ մթնոլորտ է տիրում Ռուսաստան-արևմուտք հարաբերություններում հասկանալի պատճառներով, որովհետև երկուսն էլ լուրջ խաղացողներ են, այսինքն Բուլղարիա չի Թուրքիան կամ ՆԱՏՕ-ի անդամ կամ Եվրամիության անդամ փոքր երկիր չի, որ հեզորեն ենթարկվի Եվրամիության Բրյուսելի կան պահանջներին, դիրեկտիվներին, այն ինչ որ մյուս երկրներն են անում եւ մանավանդ ունի Էրդողանի նման, այսպես ասեմ, հպարտ գուցե այդ բառը չի ճիշտ օգտագործել, բայց մի նախագահ, որը բավականին կարողանում է կոշտ խոսել անգամ իր արևմտյան իր գործընկերների հետ, որտեղ կարելի է նույնիսկ արձանագրել, որ Թուրքիան օգտվում է Ռուսաստան-արևմուտք այս հակամարտությունից։ Լուրջ իհարկե խելացի պետություններն ու խելացի երկրները պիտի օգտվեն սրանից, իհարկե։
Իհարկե, իսկ ով է ասել, որ ասենք Թուրքիան, ասենք պիտի կատարի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության, այսպես ասեմ, դերակատարություն այս տարածաշրջանում։ Թուրքիան խոշոր տերություն է, իր տնտեսությամբ արդեն 15-ի մեջ է մտնում աշխարհի, հետեւաբար ինքը ունի իր շահերն ու հետաքրքրությունները եւ բնականաբար ինքը առաջ է տանում, բայց իհարկե նաեւ կան ռուս-թուրքական հարաբերություններում հակասություններ, մասնավորապես Սիրիայի հարցում, Իրանի հարցում որոշ հակասություններ կան, այստեղ կարեն ես կարծում եմ մեզ պիտի հետաքրքրի ռուս-թուրքական մերձեցումը հայ-թուրքական եւ հայ-ռուսական հարաբերությունների ենթատեքստում, սա մեզ պիտի հետաքրքրի։ Ես դա ուզում հարցնել։ Այո։ Ինչ որ հետևանքներ հնարավոր են։ Հնարավոր են հետևանքներ եւ դրական եւ բացասական, նայես թե մենք ինչ ենք ակնկալում։ Օրինակ տամ, երկու ծայրահեղ օրինակներ տամ, հնարավոր է, որ ասենք ռուս-թուրքական համագործակցության խորացումը բերի նրան, որ ռուսներն ու թուրքերը որոշեն, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի եւ ռուսները կարողանան լավ լոբինգ անեն, համոզել եւ հավատացեք, որ թուրքերը կթքեն Ադրբեջանի վրա եւ Պարզապես հիմա Ադրբեջանի անունը տալիս են, որպեսզի իրենց հակահայկեցվածքը ինչ որ իմաստով արդարացնեն, բայց եթե իրենց շահերից բխի հարց չկա, այդ սահմանը կբացվի, սա կարող է լինել մի սցենար, բայց կարող է լինել այլ սցենար, որ թվականի սցենար։ Հա, կարող է լինել նաև այլ սցենար, երբ որ այնպիսի վիճակ գա, որ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսք լինել բացման մասին ավելի մենք ուրեմն հորետեսորեն կխոսենք, նայած թե այդ երկու երկրները ինչ են ցանկանում, բայց մեկ բան ակնհայտ է, այս երկու երկրները, նաև մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, երբևիցե հայկական շահը չի գերադասի եւ հանուն հայ ժողովրդի Թուրքիային ինչ որ բաներ չի պարտադրի եւ մենք պետք է ժամանակն է որ մենք այս երազային այս բաներից մենք դուրս գանք եւ իրադարձություններին նայենք ռեալ պոլիտիկսի իմաստով եւ շահերի իմաստով։ Երևի շատ գնացինք մեր կանխատեսումներում, գուցեև ընդհանրապես ոչինչ տեղի չունեն աշխարհակաղակական առումով զուտ-տնտեսական համագործակցություն է։ Ինձ հետաքրքիր է ալին թուրքական լրատվամիջոցների կողմից Պուտինի այցի լուսաբանումը։ Իհարկե անգլալեզու եւ հիմնական թուրքական լրատվամիջոցներում ես տեսնում եմ այն ինչ գրում են։ Հատկապես հետաքրքիր է թե լուսանցքային մեդիան, ոչ հիմնական մեդիան ինչպես է անդրադառնում այցին, դու հետևել ես։ Միանշանակ դրական կարող ենք ասել, ուրախ են, որ Անկարայի ժողովին մասնակցեց Պուտինը, ինչպես Թաթուլը ամփոփեց, իրանց մոտ պրագմատիկ տնտեսական զարգացման հույսեր են։ Այսինքն դուք ինչպես ասեցիք, Թուրքիան շանս է համարում Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը, այսօր Թուրքիան էլ մտածում է, որ Ռուսաստանն է օգտվում Թուրքիա-Արևմուտք հակամարտությունից։ Այսինքն այսօր երկու պետություններ, երկու լիդերներ ուզում են իրենց խոսքը ավելի ուժեղ լինի, քան Արևմուտքը, եւ իրանք թելաթրանքներ կարողանան բարձրացնել Արևմուտքին։ Այդ առումով կան նմանություններ։ Միայն ու հիմնական մտահոգությունը հետեւյալն է, թե նման քաղաքական եւ ավելի շուտ տնտեսական համագործակցության արդյունքում ժողովրդավարության գործընթացը ինչպես ընթացք կստանա Թուրքիայում։ Հիմնականում որոշ մարդիկ, որոշ խմբավորումներ դրանով են անանք ստացած, կարող ենք այդպես ամփոփել։ Հետաքրքիր մի դիտարկում էլ, որ Պուտինը եւ Էրդողանը շատ նման են որպես անձնավորություններ։ Երկուսն էլ աշխատում են մարդկանց ամենանուրբ թելերի վրա եւ իրենց հայտարարություններով, իրենց այդ մաչիզմով, որ մաչո տղաներ են եւ այլն, բայց ի տարբերություն Պուտինի, որ Ռուսաստանը տարավ տնտեսական փաստորեն անդունդի եզրը, Էրդողանը վերջին 10 քանի տարվա ընթացքում կարողացել է կրկնապատկել Թուրքիայի համախառն ներքին արդյունքը եւ ոչ նավթի եւ գազի հաշվին, այլ ռեալ տնտեսության մի քիչ էլ մեզ դրսից երևում է, որ Թուրքիան մեծ տնտեսական աճ է գրանցած, սակայն ներսի տնտեսագետները, ներսի գիտնականները այդքան էլ համագործիկ չեն այդ տնտեսական աճի հետ։ Այսինքն իրենք խնդիրներ են տեսնում ու 5 տարվա ընթացքում որոշակի անկում են սպասում տնտեսության մեջ, դա էլ պետք է ասել։ Հայաստանի կողմից միշտ շատ փայլուն է երևում Թուրքիայի տնտեսությունը, բայց ներսում կան շատ մեծ
մտահոգություններ, իսկ քո ասացի հետ համաձայն եմ, որ երկու լիդերներ նման են բավականին միմյանց, նույնիսկ այսօր արևմտյան ինչ-որ թերթում, եթե չեմ սխալվում, New York Times-ում էր գրել էին, որ ցարը այցելեց սուլթանին։ Այսինքն արևմուտքի ընկալումը շատ դիպուկ են բնորոշել։ Այդպես է, ինչպես Թաթուլը ասաց, 33 միլիարդ դոլարի արևդուրը ուզում են 100,000-ի բարձրացնել, բայց ինձ թվում է մի քիչ ձևականություն էլ կա այս հանդիպման մեջ, այսինքն 33 միլիարդը դարձնելու ենք 100 միլիարդ կամ հարավային հոսքի հետ այլևս չենք համագործակցելու, այլևս դա փոխարինելու ենք կապույտով, երկու իրենց շատ կարևոր որակավորող լիդերները կարծեք թե աշխարհի մի փոքր շովել են անում, ես նման բանել եմ զգում, էլ հատկապես դեպի արևմուտք այդ փայլուն նկարը երևում է, որ ուզում են ինչ-որ բան հասկացնել։ Հասկացնել դրսի աշխարհին, թե ներսի աշխարհին։ Եվ դրսի եւ ներսի, արդեն ներսը ինձ թվում է հրապուրված է երկու լիդերներով, էլ թուրքերն էլ ռուսներն։ Ռուսաստանում կարծես թե հակառակ process-ն է սկսվել։ Լուրջ դժգոհություններ են աճում Պուտինի քաղաքականության նկատմամբ, հատկապես Ուկրաինայի հարցում։ Իսկ Թուրքիայում ռուսական ինչպես է ընկալվում Ռուսաստանը, կարելի ասել 2004 թիվը բավականին ճակատագրական իմաստ ուներ ռուս-թուրքական հարաբերությունների մեջ, երբ Պուտինը առաջի այցը իրականացրեց, մինչև այդ տարիները նման բարձր մակարդակով հանդիպում չէր եղել։ Դե գիտենք ռուս-թուրքական պատերազմները, հետո սովետական տարիներում ռուսական ընկալումը բավականին բացասական էր, քանի որ այդ կոմունիզմի նկատմամբ վախը, վտանգը միշտ առկա էր Թուրքիայում ու կարող եմ ասել, եթե հույնը հայը բացասական էին հնչում, նույն ձևի ռուսն էլ էր բացասական ազգերի շարքին Թուրքիայում։ Հիմա ռուս տուրիստները Թուրքիայի եկամտի ամենալուրջ աղբյուրն են։ Բանից հետո, երբ փլուզվեց սովետական միությունը եւ ճամբրուկային արևդուրով եւ այդ աշխատանքային ուժը տեղափոխվեց Թուրքիա, կանայք եւ այլն, կարելի ասել հասարակություններ մերձեցան։ Մի բան ավելացնել, ճիշտ է, հայերն ու հույները եւ ընդհանրապես փոքրամասնությունները Թուրքիայում, ասենք, միջև հիմա էլ ընկալվում են թշնամանքով են նրանց նկատմամբ, չէ՞, նույնը ռուսների նկատմամբ կա, բայց ռուսների նկատմամբ մեկ այլ բան կար, նաեւ վախ կար ռուսների նկատմամբ։ Անկամ միջև հիմա ես երբ որ սովորական թուրքերի հետ խոսում եմ, ընդհանրապես արևելքի բոլոր երկրներում ռուսներից էս վախ եւ հատկապես թուրքերի մոտ կա, որովհետեւ ռուս-թուրքական պատերազմները կարող ենք ասել ողբերգական հետևանքներ են ունեցել թուրքերի համար, Օսմանյան կայսրության համար, այսպես ասենք, որովհետեւ ռուս-թուրքական պատերազմ որպես այդպեսին չի եղել, որովհետեւ հանրապետության հիմնադրումից ի վեր 23 թվականից հետո պատերազմ չի եղել այս երկու երկրների միջև, բայց Օսմանյան շրջանում, ցարական շրջանի այդ պատերազմները թուրքերի գիտակցության մեջ շատ ռուսների այսպես վախ միշտ ունեն, որովհետև որպես կանոն այդ պատերազմները ավարտվել են Թուրքիայի պարտությամբ, բացի Ղրիմի պատերազմից։ Բայց դիվանագիտական սեղանի շուրջ շատ հետաքրքիր է, որ այդ միշտ թուրքերը կարողացել են ինչ որ իմաստով հետ բերել որոշ բաներ, այո։ Հիմնականում այո պարտվել են, բայց դիվանագիտական սեղանի շուրջ ինչ որ բաներ հետ են ստացել։ Իմիջիայլոց մշակութային տարբերությունն էլ շատ մեծ է, սակայն այսօր բավականին լավ հարաբերություններ են մշակում, դա էլ է ուշագրավ։ Օրինակ ես հիշում եմ 80-ական թվականներին հակա կոմունիստական քարոզչության ժամանակ ասում էին, երբ որ կոմունիզմ հաստատվի Թուրքիայում, գյուղերում էին հիմնական նման խոսակցություններում, դուք պետք է գիսեք ամեն ինչ միմյանց հետ, նույնիսկ կարող եք դուն գալ եւ տեսնել ձեր կինը ուրիշի հետ է, սա է կոմունիզմը, այսինքն դուք չունեք սեփականություն։ Ու նման վախ կար, նման ատելություն սերմեր արվել հասարակության մեջ, սակայն տնտեսությունը երևի ամեն ինչ հաղթում է, նույնիսկ մշակութային տարբերությունները։ Եվ ամփոփելով այս այցը, գիտեք ինչ կարող է նաև ասել, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, երբ որ Ռուսաստանը այսօր գերազանց ռազմավարական ստրատեգիական հարաբերություններ է հաստատել մեր երկու հակառակորդ մեղբար օգտագործեն պետությունների հետ եւ Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ եւ հիմա ինչքանով սրանից կարող է օգտվել կամ ինչքանով սրանից կարող է տուժել Հայաստանը, կարող են տարբեր բաներ նշել, հա, սցենարներ նշել, բայց սա արձանագրենք այս փաստը, որ Ռուսաստանը, Հայաստանի ռազմավարական գործընկերը նույնչափ
խորացրել է համագործակցությունը մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից Թուրքիայի հետ, բայց ես սա չեմ ասում սովորական են հայկական իրականության մեջ են խանդի ընկալումով, որ Պուտինը ոնց պիտի գնա Թուրքիա, Թուրքիայի հետ բարեկամ, ոնց պիտի գնա Ադրբեջան։ Չէ, ես սա համարում եմ զուտ որպես արձանագրում ենք փաստը, եթե այսպես կարելի է ասել։ Իմիջիալից մի բան ավելացնեմ, երբ խոսեցինք Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումից ինչ կստանա Հայաստանը կամ հայ-թուրքական հարաբերությունները, այսօր երբ քննարկվում է այդ մերձեցումը Թուրքիայում Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, 3 հիմնական վտանգ կամ սպառնալիք են թվարկում, որոնցից առաջինը քրդերն են, երկրորդը չեչեններն են, իսկ երրորդը հայերն են, այսինքն այս 3 տարը ընկալվում է որպես խոչընդոտ այդ ռուս-թուրքական մերձեցմանը։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, լրազումի շրջանակում այսօր քննարկում էինք Պուտինի այցը Անկարա, մնացեք Civilnet-ի հետ։